Ինամյա այս աղջնակի բարի, լուսավոր ու քաղցր ժպիտը հեռուստադիտողներին անտարբեր չթողեց։ Մեր նախորդ այցի ընթացքում ընտանիքի մայրը պատմում էր Վարդուի առողջական խնդիրների, իրենց կենցաղի անմարդկային պայմանների ու անհաղթահարելի դժվարությունների մասին։ Այս ընտանիքի ցավալի պատմության հետքերով կրկին Արմավիրի մարզի Լուկաշին գյուղ գնացինք, այս անգամ մեր բարերարների հետ։ Գնացինք ասելու, որ մենակ չեն, որ իրենց ցավը տեսնող ու կիսող մարդիկ էլ կան։ Այս ամսի 27-ին որ պիտի գային, վարկյաններ էինք հաշվում, երեխեքն էլ նույնպես մամա վաղնա, ժամը քանիսին են գալիս, բայց ժամը արդեն 2-ն է, մամա հեսա կգան։ Մեր գործընկերների աջակցությամբ առաջնահերթ լրացրինք անհրաժեշտ իրերի պակասը։ Բազմոց գրուպը նրանց ներփաճաշակ, փափուկ ու հարմարավետ հյուրասենյակային բազմոց նվիրեց։ Արգավանդեեմն էլ ոճային ու գեղեցիկ բասկաթոռ հասցրեց։ Գայանեն միանգամից կողմնորոշվեց։ Բազմոցը նաև մահճակալ կծառայի։ Իրականում բազմոցը կծառայի մահճակալ, քանի որ ամուսինս այստեղ էր քնում, ինքը կոտրված էր, արդեն բանի ոչ պիտանի։ Վերջին անգամ չեմ հիշում, որ թազա ապրանք երբեք գնենք։ Չի եղել է եթե հնարավորություն որ գնանք թազա գնենք։ Ամենասոցը հավանել եմ բասկաթոռը, որտեղ բացվողը փափուկը կարամ նստել վրան հերոստացող դիտել։ Դռներ ու պատուհաններ արտադրող շուկայում առաջատար Էկոկոմֆորտ ընկերությունն էլ տեղեկանալով ընտանիքի կուտակած պարտքերի ֆինանսական խնդիրների մասին գումարով աջակցեց Սարգսյաններին։ Գայանե ջան, գիտենք, որ շատ դժվարությունների միջով եք անցել, այսուհետ ցանկանում ենք, որ ձեր կյանքում լինեն միայն երջանիկ պահեր։ Գայանե ջան, թող բարի մարդիկ գտնվեն ձեր կողքին լինեն, որ երեխաներին հասցնեք իրանց նպատակին։ Ձեզ ցանկանում ենք ամենը լավ։ Շատ շնորհակալ եմ նախ Սուրանկյան հաղորդաշարից լուսաբանելու համար, որ ձեր նման մարդիկ մեր կողքին հայտնվեցին։ Հեռախոսներով փոքրիկներին ուրախացրեց Mobile Center խանութի տնօրինությունը։ Մարկն ու Վիկտորիան արդեն սմարթֆոններ ունեն։ Երջանկությունն այնքան մեծ էր, որ քույր ու եղբայր շտապեցին փորձարկել հեռախոսները։ Մի կարիդ է առաջինը պապային զանգ է։ Ուրախ եմ, որ հեռախոս ունեմ ու այս բարի մարդիկ, որ ինձ հեռախոսը նվիրել են։ Շատ էի ուզում հեռախոս ունենայի, որովհետև մայրիկս գնում է գործի, ուզում եմ նրա զանգել, հետո խոսամ։ Փոքրերի անմոռանալի ժամանցն ու լավագույն հանգիստն էլ կազմակերպեց Ակվատեկ մարզարողջարանային համալիրը, ամբողջ ընտանիքին հրավիրելով ամենամեծ ջրային զվարճանքների գոտի։ Գայանե ջան, Ակվատեկ ընկերությունը ձեր պատմությունը լսելով փորձեց մի փոքր ուրախություն երեխաներին պարգևել, ինչպես Վարդուհին է ձեզ ուրախացնում, ձեր ընտանիքի ուրախությունն է, այնպես էլ մենք ձեր ամբողջ ընտանիքին Վարդուի հետ միասին ուզում ենք ուրախություն պարգևել եւ հրավիրում ենք Ակվատեկ հետաքրքիր ուրախ ժամանց անցկացնելու մեր ջրային գոտում։ Շնորհակալ ենք ձեզանից, որ չեք անտեսել մեր փոքրիկներին։ Հաջորդ օրն արդեն երեխաները վայելում էին իրենց խոստացված անմոռանալի ժամանցը, լիարժեք ապրելով հեքիաթային իրականության ամեն մի պահը։ Օրվա վերջում էլ ճաշակեցին ընկերության համեղ հյուրասիրությունը։ Մեր գործընկերները Սարգսյաններին նաև սննդի մի քանի ամսվա պաշար էին ուղարկել։ Համեղ ու բարձրորակ պահածոների, մուրաբաների եւ կոմպոտների մեծ տեսականին ապահովեց Իջևանի գինու կոնյակի գործարանը։ Առողջ սննդի հարցն էլ հոգած Արզնի հոլդինգի ղեկավարությունը։ Թարմ ու բարձրորակ մթերք ուղարկելուց զատ ընտանիքին աջակցել էին նաև ֆինանսապես։ Իր հոգատարությամբ ու աջակցությամբ առանձնացավ նաև Սանֆոդ ընկերությունը, որն իր համեղ ու օգտակար արտադրատեսակներից էր ուղարկել տանտիրուհուն։ Դա սնունդը ակին մեծ օգնություն էր, մոտավոր երևի 2-3 ամիս եւ ավել սնունդի վրա գումար չենք ծախսի։ Իսկ Արաքս թռչնաֆաբրիկան ընտանիքի սննդի ռացիոնում ապահովեց մսամթերքի երկարատև պաշարը։ Սառեցված մսամթերք էին ուղարկել հավի կոտլետներ, նրբերշիկներ, ձողիկներ, իսկական երջանկություն մի սիրող փոքրիկների համար։ Արտուր ջան, ծանոթանալով ձեր ընտանիքի պատմությանը, Արաքս թռչնաֆաբրիկայի կողմից ձեզ բերել ենք տեղական հավամթերք եւ կիսաֆաբրիկատների համեղ տեսականի ձեր խոհանոցի եւ սննդի հոգսը օգնելու համար։ Շատ շնորհակալ եմ ձեր ընկերությունից, բոլորիցս շնորհակալ եմ։ Ձեզ ևս շնորհակալություն։ Այս աջակցությունը լիարժեք չէր լինի առանց երեխաների սիրելի քաղցրավենիքների, փոքրիկների անուշեղենի ահռելի պաշարն էլ դրացրին Տավուր Սվիթ եւ Ռուսկի բիսկվիտ ընկերությունները։ Խմորեղեն, նրբահամ բիսկվիտներ ու շոկոլադ էին ուղարկել երեխաներին։ Փոքրիկները տեղում շատ արագ համտեսեցին սիրելի քաղցրավենիքները։ Որն է ամենաշատ եղել քո սրտով։ Քաղցրավենիքը։ Որ տենում եմ երեխեքի դեմքին շպիտ կա, դա արդեն իմ համար ամեն ինչ է։
շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ բոլորից։ Ընթերցասիրությունն էլ աչքաթող չէին կարել, կարդալ սիրող երեխաներին բազմաբովանդակ տարբեր ժանրերի գրքեր նաև տետրեր էինք տարել, որը նրանց հասցրել էր Edit Print ընկերությունը։ Եվ իհարկե բոլոր անհրաժեշտ իրերը բարեհաջող ու ապահով տեղ հասցրինք բեռնափոխադրում իրականացնող Լեգարա ընկերության շնորհիվ, որը մշտապես Սուրանկյուն հաղորդաշարի կողքին է։ Ընտանիքը դրամական օգնություն ստացավ ֆրանսաբնակ Արսենից, Բելգիայում ապրող Արայիկից, Անտոշկա մանկապարտեզից, Arix Group-ից, Դավիթից, Ցանցերի աշխարհ ընկերությունից եւ Երևան City սուպերմարկետների ցանցից։ Շատ շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր մի լումա անգամ դրեցին, որ իմ երեխաների դեմքին ժպիտ պարգևեն, մեր դեմքին։ Որը որ պարտ պետքա տանք, որը որ հոսանք, ասենք էլի տան վրա դեր ասենք շատ բաներ կա հիմա չենք առնելու, կմտածենք մարդու կնիկ ինչի վրա պետքա ծախսենք։ Բայց սա դեռ ամենը չէ։ Պարզվում է մեր հաղորդումից շատ չանցած Արթուրին զանգահարել է պարտատերերից մեկը ու ասել, որ կարող է վերցրած 140,000 դրամ պարտքը չվճարել։ Տղամարդը պատմում է, որ ականջներին չէր հավատում, աննկարագրելի ծանր բեռ է ընկել նրա ուսերից։ Զանգ եկավ, ճիշտ ասած իրան խոսք է թե որ ապրելը պետքա տան, ու ասենք քիշերցրեք, ոնց ասենք քունը մարդու չտան, էլի չգիտես որ դուս պետք է տաս։ Սա առանց զանգեց ասաց Արթուր ջան, ասում է, այդ որ դու 140,000-ը պետքա տաս ինձ, ասում է, պետք է որ աշխատես, քո երեխեքի վրա կծախսես։ Ասում է, երեխեքդ էլ առողջությունները, այնպես անչափ ուրախացա։ Անկեղծ չեմ սպասել, որ այսպիսի մեծ արձագանք կլինի, չգիտեմ, հոգուս խորքում, չգիտեմ, խոսքերն ավելնորդեն, չեմ կարող բացատրեմ այդ բառերով այդ ուրախությունը։ Ինչպես եւ մեր նախորդ ընտանիքի դեպքում Սարգսյաններին էլ անանուն մի բարերար է զանգել ու ասել, որ շատ է ցանկանում նրանց համար տուն գնել, բայց ֆինանսական միջոցները ամբողջությամբ չեն բավարարում։ Բարի մարդկանց օգնության ու աջակցության կարիքը կա համախմբվելու մեծ ու բարի գործի շուրջ։ Անանուն բարերար զանգելա ինձ, ճիշտ ասած չգիտեմ անունը, տան համար ասեց, որ տուն նայեք, այդտեղ տուն նայեք, մեկ էլ գինը ասեք տան, ես ճիշտ ասած չեմ հավատում, հոգուս խորքում չգիտեմ էլի, ինչեւ երևի տանը չլինեմ, չեմ պատկերացնի, որ կարա իմ կյանքում տես փոփոխություն լինի, ուղղակի ոնց որ ասած գումարը շատ մեծ է տան, չգիտեմ, իրանք չեն կարողանում այդքան մեծ գումար հավաքեն, հայտայտեն, որ այդ տունը գնենք, սպասում ենք բարի մարդկանց արձագանքներին։ Բոլորից անչափ շնորհակալ եմ։ Ասու չափ էլի գոհ շնորհակալ եմ։ Որ իրենք մի դրամն էլ ասենք մեր վրա շատ շնորհակալ եմ։ Դրամական օգնությունը Սարգսյաններին շարունակվել է նաև տարբեր անհատների կողմից։ Գայանեի բանկային քարտին դրամական մեծ փոխանցումներ են կատարել մեր հավատարիմ ու սրտացավ հեռուստադիտողները, ինչը վստահաբար դեռ շարունակական է լինելու։ Գայանեն մեզ տեղեկացրեց, որ հավաքված գումարով առաջնահերթ կհոգան Վարդուհու բուժման ծախսերը, այնուհետև կմարեն կուտակված պարտքերը։ Դե ինչ, Սարգսյան ընտանիքում եւս այլևս նոր իրականություն է, որտեղ ցավը, հուսահատությունն ու վախը դարձան անսասան հավատ ու չմարող հույս։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։